Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Պարոն Մելիքբեկյան, մի դիտարկում անեմ, սա ուղղակի մարդկային տեսանկյունից ասեցիք սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք, եթե հիմա ինձ գնդակ տակում ենք միասին իջնենք մարզադաշտ, իմ հնարավորությունները եւս լինելու են սահմանափակ, որովհետեւ ես ֆուտբոլ խաղալ չգիտեմ։ Ուղղակի ասենք հաշմանդամ մարդիկ կամ հաշմանդամություն ունեցող անձինք, այդպես խոսույթը ճիշտ է։ Հիմա կներեք, ես ասացի սահմանափակ կարողություններ ունեցող, նամեք, երկրորդն էլ այո հաշմանդամ չեն ասում, հաշմանդամություն ունեցող են ասում, եւ կարծում եմ, որ սահմանափակ կարողություններ ունեցողը հաշմանդամությունից մի փոքր նաև այլ խումբ է, բայց դրա մասին երկար հետո կարող ենք խոսել։ Ուղղակի իմ հնարավորությունները էլի եմ ասում, եթե ինձ տակ գնդակ, իմ հնարավորությունները եւս կլինեն սահմանափակ։ Հիմա հարցը։ Հետաքննող լրագրողները հրապարակումներ ունեն, ըստ որոնց Վեստ Արմենիայի հետ կոնկրետ առնչություն ունեցող անձը Բելգիայի կողմից հետախուզվում է պայմանավորված խաղերի համար։ Կան նաև հրապարակումներ, ըստ որոնց Հայաստանի առաջնությունում դեռ առկա են պայմանավորված խաղեր։ Եվ թեմայի շարունակություն, էլի հղում անեմ գործընկերներիս նյութերին, բկման դարձել է զինված ուժերում ծառայությունից ազատվելու միջոց։ Ինչ է կանում այս ուղղությամբ, քանի որ այս պարագայում բանակը եւս ներքաշվում է կեղտոտ խաղերի մեջ։ Եվ վերջապես, գտնվելով Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության կողքին, դուք որպես ֆուտբոլի պատասխանատու, երկրպագու ջատագով, ինչ զգացողություններ ունեցաք նայելով նման խայտառակ խաղը։ Շնորհակալ եմ։ Ես, քանի որ պայմանավորված խաղերի մասին խոսեցի, ես կխնդրեմ պարոն Նազարյանը եւս մեկ անգամ այն տեսանկյունից եւ Վեստ Արմենիայի մասին, որը այդ անձը այլևս հայկական ֆուտբոլում չկա եւ այլն կարճ կխոսի, հետո ես մենք խոսենք ԲԿՄ-ից։ Վեստ Արմենիայի հարցի մասով այդ հետաքննությունը, որը հիշատակեցիք եւ հոդվածը, ես ծանոթ եմ այդ հոդվածին, բավական վաղուց էր այդ հոդվածը հրապարակվել, առնվազն երևի 1 տարի առաջ, եթե չեմ սխալվում, դրանից հետո Վեստ Արմենիայում բավական մեծ փոփոխություններ են եղել։ Ես նախ չեմ տիրապետում հոդվածի ճշգրտությանը եւ ինչքանով են այդ փաստերը իրականությանը համապատասխանում, չեմ էլ կարող տիրապետել, բայց կարող եմ հստակ ասել, որ 2024-25 մրցաշրջանից անմիջապես առաջ Վեստ Արմենիայի սեփականատերը փոխվել է, լրիվ այլ խումբ սեփականատերեր են այսօր տնօրինում ակումբը, ու ձեր նշած հոդվածի հետ իրենք ոչ մի կապ չունեն։ Հիմա անդրադառնալով ԲԿՄ-ին, խնդրում եմ կցիտեք այդ, որ դուք ասիք մեր գործընկերները ասում են, որ ինչ են ասում։ Ինչի մասին։ Մի կոնկրետ օրինակ կասեք, խնդրում եմ։ Հիմա այստեղ բոլոր գործընկերներ համաձայն են, որ ԲԿՄ-ն միջոց է։ Ուրեմն այն մարդիկ, որ երբևէ դիտել են ԲԿՄ-ի խաղերը, որոնք երբևէ տեսել են ով է խաղում ԲԿՄ-ում, երբևէ չեն կարող նման պնդումներ անել։ ԲԿՄ-ն բաղկացած է այն ֆուտբոլիստներից, որոնք խաղում են Հայաստանի երիտասարդական, ազգային անգամ եւ 19 տարեկանների հավաքականում, ԲԿՄ-ի գործընթացը շատ հստակ է, բոլորը գիտեն ակումբներից ով է գալիս ԲԿՄ, որոնք են այդ ֆուտբոլիստների քանակը եւ գետ 1 ֆուտբոլիստ, որը գետ 1 ոչ ֆուտբոլիստ է, ասեմ, երբևէ պատմության մեջ ԲԿՄ-ում չի խաղացել։ Չի եղել այնպիսի մարդ, որ անցել է ԲԿՄ-ի ցուցակներով եւ ֆուտբոլիստ չի եղել։ Ավելին ասեմ, եղել են ֆուտբոլիստներ, ես չեմ կարող ուղղակի հարգանքից այդ մարդկանց նկատմամբ բանները տալ, որոնք ընդգրկվել են ԲԿՄ-ի կազմում, բայց քանի որ ընթացքում չեն համապատասխանել այն պահանջներին, որոնք ԲԿՄ-ի մարզիչները դրել են իրենց առջև, նրանք ուղարկվել են զորամաս ծառայել։ Այդպիսի ֆուտբոլիստներ եղել են, բայց ֆուտբոլիստներ, որոնք եղել են ոչ ֆուտբոլիստ եւ ընդգրկվել են ԲԿՄ-ի ցուցակներում, երբևէ չեն եղել։ Նրանք առնվազն եղել են հավաքականների անդամներ եւ տեխնացուներ եւ մշտապես եղել են բոլորի աչքի առաջ։ Բոլոր այն մարդկանց, որոնք ամեն օր զբաղվում են ֆուտբոլով։ Եվ եթե հիմա այսօր ժամը 4-ին դուք բացեք նոա ԲԿՄ խաղը, դուք կտեսնեք բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնք ծառայության մեջ են եւ հենց հիմա խաղում են ԲԿՄ-ի հիմնական կազմում։ Ուրեմն խոսքիս ամենասկզբում ես նշեցի, որ դա շատ ծանր պարտություն է
եւ ինչ զգացողություններ ես կարող եմ ունենալ Հայաստան-Վրաստան խաղի վերաբերյալ։ Եթե դուք ուզում եք, որ ես եւս մեկ անգամ վերապրեմ, դրա կարիք չկա, ես ամեն օր մտածում եմ այդ խաղի մասին։ Պարոն Մելիքբեկյան, դուք այդ խաղից հետո այս կողմում Փայլակ Ֆարադյան իրականում եմ, խաղից հետո հայտարարեցիք, որ պետք է պատրաստվեք լավագույնս սեպտեմբերին, ինչ եք անելու, ինչ ռազմավարություն ու մարտավարություն է փոխվելու եւ նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի որ տեխնացուների հետ եք դուք բանակցել, ում եք ցանկացել առաջինը տեսնել եւ վերջում կանգ է առել նոր այս մարզչի վրա շնորհակալություն։ Առաջին եւ վերջին տեխնացուներ չեն եղել, որովհետեւ մենք բանակցում ենք տարբեր տեխնացուների հետ եւ դա ընթացիկ process է, մենք անում ենք հարցազրույց, չկա որ մենք բանակցում ենք մեկի հետ, հետո ավարտում ենք եւ բանակցում ենք երկրորդի հետ, հետո չի լինում, նման բան չկա։ Process-ը գնում է ընթացքում, որովհետեւ դու ուզում ես բոլորի պատկերացումները տեսնես, անհատապես ես շփվում, հանդիպում ես, հետո խոսում ես եւ փորձում ես իրենց պատկերացումներն էլ եւ մոտիվացիան էլ հասկանալ։ Անուններ չեմ կարող տալ, բնականաբար յուրաքանչյուր մարզիչ, որը բանակցում է, յուրաքանչյուր ֆեդերացիա պայմանավորվում է, որտեղ դա կոռեկտ չէ, որտեղ ստացվում է մենք այդ մարդկանց հիմա չենք ստորագրել եւ դրա մասին չենք կարող բնականաբար ասել։ Դա հավաքականի մարզչի մասով կներեք եւս մեկ հարց ունենք։ Այո, մենք ունենք երկու ընկերական հանդիպում եւ այդ ընկերական հանդիպումներում փորձելու ենք հնարավորության պարագայում ներգրավել ավելի շատ ֆուտբոլիստներ, որտեղ երկու հանդիպումներ են, ավելի շատ հնարավորություն են տալ փորձել հասկանալ ինչպես ենք դրան մոտենալ, ինչպես ենք սեպտեմբերի խաղին մոտենալ եւ ինչ նոր ֆուտբոլիստներ կներգրավեն հավաքականում։ Բացի դա երիտասարդական հավաքականը երկու հանդիպում ունի ընկերական, որի մասին շուտով մենք կհայտարարենք եւ այդ հանդիպումներից էլ բնականաբար շատ ու շատ իր գլխավոր մարզչի հետեւել է, որպեսզի ընդհանուր ռեսուրսային առումով մենք հասկանանք ինչ ունենք, ինչպես ենք մոտենում, ինչպես ենք կայունացնում կազմը եւ իհարկե հույս ունենք, որ բոլոր ֆուտբոլիստները կլինեն եւ մեր առաջատարները կխաղան հունիսի նաեւ ընկերական խաղերին։ Դա էլ շատ կարեւոր է։ Ալինա Սիմոնյան, Տրիբյունեում, պարոն Մելիքբեկյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության ռազմավարության մեջ գրել է, որ խնդիր ենք դրել մինչև 2050 թվականը պիտի դառնանք ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակագիր։ Դուք Փաշինյանի թշնամին եք, ուզում եք այս խոստումն էլ ձախողել, սա առաջին հարցը։ Ես բացարձակ հարցը չհասկացա, որովհետև մինչև 50 թվական շատ ժամանակ կա եւ բացարձակ ես ոչ մի խոստում չեմ ուզում ձախողել եւ ընդհակառակը ես առաջին շահագրգռվածն եմ, որ Հայաստանը 50 թվականից էլ շուտ լինի մրցանակակիր, բայց 50 թվականը շատ դրա համար շատ քայլեր է պետք անել